Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք հաշտ եք այն մտքի հետ, որ օրինակ Ստեփան Ասատրյանի եղբայրը, որը նույնպես սարկավագ է, Իրաքի օրինակ քայլում էր վեհափարի հետևից, ոչ թե եկել էր ինչպես շատերն են պնդում այդ կեղծ պատարագին։ Այս հակասությունը ընտանիքի անդամների, եղբայրների միջև ձեզ չի մտահոգում։ Որտեղ իսկապես յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ, Տեր Արամը Հովանավանքում պատարագ է մատուցել նախորդ կիրակի, մեր հավատավոր ժողովուրդը դուք տեսաք, որ այցելել էր այդ պատարագին եւ այս կիրակի էլ վստահաբար բազմահազար քաղաքացիներ այցելելու են Հովանավանք, շնորհակալ։ Իդեպ տեղեկությունները, որ բավականին դժգոհություն է եղել մարդկանց քանակից, որտեղ օրինակ հենց Հովանավանում 3000 բնակչություն կա, բայց հաշվարկներով մոտավորապես 2000 մարդ էր մասնակցում եւ այդ ավտոբուսներ կային, որ մարդկանց բերել էին եւ այլն, ակնհայտ երևում էր կադրերում, կա ներքին դժգոհություն այդ մասով, դուք ինչ տեղեկություններ ունեք։ Ներողություն, բայց տեղի ունեցել եկեղեցում պատարագ եւ կարծում եմ պատարագի մասնակիցների թվի, այսինքն հաշվարկը որևէ մեկը չի արել, որ դժգոհ կամ գոհ լինի դրանից, տեղի ունեցել պատարագ եւ մենք ականատես ենք այնտեղ եղել, որ հազարավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր համայնքներից ինքնակամ եկել եւ մասնակցել են այդ պատարագին, ինչպես եւ այս կիրակի են գալու։ Շնորհակալ եմ։ Չեք մասնակցել եւ պարոն Վարդանյան, դուք չեք եղել, թե՞ Ես այս կիրակի չեմ մասնակցել, հաջորդող կիրակի Ես եղել եմ Հովանավանքում եւ ասեմ ձեզ, ես Հովանավանքում հաճախ եմ լինում։ Իրաքի եղել եք։ Ես Իրաքի եղել եմ, այո, եւ մթնոլորտն եմ տեսել եւ տեսել եմ քարոզի որակը։ Ես մտածում եմ, որ սա այդուհանդերձ հավատավորների համար նախատեսված միջոցառում էր եւ պետական դերակատարությունը այստեղ չպետք է գերագնահատվի կամ դերագնահատվի, ըստ էության բոլոր անհրաժեշտ անվտանգային միջոցառումներն ապահովված էին, հաշվի առնելով այո Բարսասչյան պաշտոնատար անձանց ներկայությունը այնտեղ, մթնոլորտը շատ քրիստոնեական էր եւ շատ հավատավոր եւ նույնիսկ պատարագից հետո բավական երկար ժամանակ մարդիկ խոսում էին, զբոսնում էին, մտորում էին, նես որ ես այդ տեսանկյունից մեծ խնդիր չեմ տեսնում։ Ես ընդհանրապես համոզված եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա ոչ միայն մեր ինքնության մաս, ինքը շարունակելու է մնալ մեր ինքնության մաս, այլ նաև պետք է դառնա մեր հոգևոր կյանքի մաս, որովհետև գիտեք եկեղեցին սոս չպետք է դիտարկվի որպես քո ինքնությունը, հայ լինելու ինքնությունը միայն պահպանելու միջոց, այլ նաև հոգևոր դաշտ, հոգևոր միջավայր ձևավորելու միջոց։ Սա շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին չդառնա ֆորմալ ինչ-որ մի բան ընդգծելու համար քո հայ լինել, այն նաև հոգևոր դաշտը պետք է լսնի, որովհետև հոգևոր դաշտը նաև որոշակի առումով բարոյական փոխակերպման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս։ Հովանավանքը որպես այդպեսին շատ ուրույն տեղ է զբաղեցնում հայ եկեղեցիների եւ վանքերի շարքում, թե իր ճարտարապետական լուծումներով, թե այն հոգևոր արժեքներով, որոնք այնտեղ զետեղված են։ Այսքանը։ Երկու Պարոն Վարդանյան, դուք ասեցիք եղել եք Հովանավանքում եւ մթնոլորտը շատ քրիստոնեական էր, իսկ ծափերը, որոնք հնչում էին, նորմալ էր։ Ես ճիշտ ասած չգիտեմ Աստվածաշնչում, լավագույն գիտակը չեմ, ծափերը որպես այդպեսին դիտարկում են որպես մեղսավոր ինչ-որ մի բան, թե ոչ կարծես թե սա անձի կողմից ոգևորություն կամ չգիտեմ, դրական արձական դրսևորելու միջոց է։ Իսկ քաղաքացու բերանը փակելը։ Ես ում հարցին եմ պատասխանում։ Տեսեք, ես պետք է ասեմ հետևյալը, դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին, ինչ է տեղ ունեցել եկեղեցում եւ ինչ միջավայրում եւ ինչ գործողությունների արդյունքում դա տեղ ունեցել, կարծիքով իրավական գնահատականների արդյունք պետք է դառնա։ Մենք չենք կարող ազգային ժողովում լինենք եւ օրենսդիր եւ դատախազական մարմին, չենք կարող լինել եւ օրենսդիր եւ գործադիր մարմին, չենք կարող լինենք եւ օրենսդիր եւ իրավապահ։ Ես հասկանում եմ խոսքը անդադ քաղաքական պատասխանատվության դաշտին է վերաբերում։ Մենք հստակ ասում ենք, ցանկացած ոչ սահմանադրական գործողություն պետք է դատապարտելի լինի։ Ցանկացած հիմա տեսեք, ցանկացած գործողություն հակասահմանադրական պետք է դատապարտել լինի։ Ինչ վերաբերում է անձի
իրավունքների խախտմանը, դա իրավական գործընթաց է ենթադրում, որի արդյունքում պետք է գնահատական տրվի։ Բայց հավատացնում եմ ձեզ, այդ գնահատականի տվողը ոչ ես եմ, ոչ էլ դուք, դրա համար ունենք հատուկ մարմիններ։ Եթե չլինի գնահատական, այդ դեպքում կարող խոսանք հիմա, մենք ասում եմ հետևյալը, բոլոր հնարավոր դեպքերում մենք պետք է ապահովենք իրավիճակ, երբ որ յուրաքանչյուր քաղաքացի եւ պաշտպանված գա իր իրավունքների տեսանկյունից եւ չոչնոտի այլ անձանց իրավունքների պաշտպանությանը։